Օրդ բարին սկսում է իր աշխատանքը 21 TV-ի եթերում, ձեզ հետ ինչպես միշտ Վրեժն ու Անահիտն են և ցանկանում են փոխանցել միայն դրական էներգիա։ Բարի առավոտ սիրելի հեռուստադիտող, այո, մենք ուրախությամբ, սիրով եկել ենք այստեղ խանդավառությամբ, որպեսզի 1 ժամ ձեզ նվիրենք լավ տրամադրություն։ Այսօր ունենալու ենք շատ երաժշտական եթեր, հրաշալի երաժիշտ հյուր, մինչ այդ ուզում ենք նշել, քանի որ Ավետիք Իսահակյանի 150-ամյակն է, նշվում շատ մեծ շուկով, հենց այդ կապակցությամբ նրա խոսքերի գրված, խոսքերի հիման վրա մի հրաշալի նոր երգ ունի Վահագրաշը, առաջարկում ենք այս պահին դիտել տեսահոլովակը, իսկ դրանից հետո անակնկալ։ Մենք Իսահակյանի նվիրված էլ եթերներ ունեցել ենք, այսօր եւս այնպես որ մնացեք մեզ հետ հետաքրքիր եթեր ենք ունենալ։ Ցաված սիրտս երկեր յուսեց, երկեց անուշ ու տխուր, Իշտս հալվեց, արցունք հոսեց, վճիտ ինչպես շինջախբյուր, Հավքերի պես երկերս թռան, հովերի հետ գնացին, Արցունքներս սողեր դարան, Վարդի ծոցում շողացին, անցան օրեր, եկավ մահը, սառողի տակուն մտա, իմ արցունքով շաղաղ վարդը, շվակ ձգեց իմ վրա, հովերն եկան շիրմիս վրա, տխուր երկեր երկեցին, ախ իմ անուշ իմ վաղուծված, հյուսած երկերս երկեցին։ Հավքերի պես երկերս թռան, հովերի հետ գնացին, Արցունքներս ծողեր դարան, վարդի ծոցում շողացին, Անցան օրեր, եկավ մահը, սառողի տակուն մտա, իմ արցունքով շաղաղ վարդը, շվակ ձգեց իմ վրա, հովերն եկան շիրմիս վրա, տխուր երկեր երկեցին, ախ իմ անուշ իմ վաղուծված, հյուսած երկերս երկեցին, ախ իմ անուշ իմ վաղուծված, հյուսած երկերս երկեցին։ Վերադարձանք։ Վայելեցինք կատարումը, իսկ հիմա ժամանակն է նշել, թե ինչ անակնկալի մասներ խոսքը, հենց այն անակնկալի, որ այսօր մեր հյուրն է, սիրված երաժիշտ, լավ մարդ, յուրահատուկ անձնավորություն, Վահագ Ռաշ։ Բարի լույս։ Ողջույն Անահիտ ջան, Վրեժ ջան։ Ուրախ ենք քեզ ամեն անգամ մեծ հաճույքով գալիս եմ ձեր տաղավար, գիտեմ որ հիանալի եթեր ենք ունենալու։ Մենք էլ իդեպ ուզում ենք սրտան շնորհավորել տեսահոլովակի կապակցությամբ ու կցանկանանք հենց զրույցը սկսել այս տեսահոլովակից, քանի որ ինչու ոչ սա քոնևերն է նաև Իսահակյանի 150-ամյակին, մի քիչ պատմի, ոնց ցակես թե որ գործը պիտի վերցնես եւ այլն։ Բանաստեղծությունը հենց պատահականության սկզբունքով բացեցի, ինքը ճիշտ է, մահվան մասին է նկարագրում Իսահակյանը, բայց անգամ գեղեցիկ է նկարագրում, գատակով մարդ ուզում է մեռնել։ Մեռնելիս եկավ։ Իսահակյանի նկարագրած ձևով ուզում եմ մեռնի, չէ՞։ Ասում ես լավ, մի օր եթե մեռնեմ այս երկի տակ ինձ կվերցնեք ինձ հետ, երևի 50-60 տարի հետո, բայց ուրեմն Սերժ Գաբյանի հետ հիմա մի հատ շարք ենք սկսել, քանի որ ես չէի սիրում իմ տեսահոլովակներում երևալ,
ու որոշեցինք այդ lyrics վիդեո կոչվածը հենց երգերի մեջ ներառենք ու բոլոր բանաստեղծների պատկերները լինեն երգերի մեջ եւ վերջում եթե նկատեցիք Քարի ու Ծառի տեսքով Իսահակյանը վերջում երևաց շատ գեղեցիկ գաղափար հաջորդը Համոսայանն է լինելու ու ինքը ինչն է հետաքրքիր ստատիստիկայով նայում ենք, եթե սովորական տեսահոլովակի վրա մեծ գումարներ ենք ծախսում, տեսահոլովակի առաջի 40 վայրկյանն է հիմնականում դիտվում, 20-ից 40 վայրկյան։ Այս տեսահոլովակները մինչև վերջ նայում են, քանի որ բառերը ամբողջությամբ գրվում է ու գեղեցիկ ձևով է գրվում։ Հիմա այսօր երկու տեսահոլովակ էլ գտիտենք, նորից այդ նույն սկզբունքով է ստեղծված ու շատ հետաքրքիր է, որ YouTube-ը բերում է, որ 1.5-ից արդեն հասնում է ինքը մինչև վերջ, այսինքն մարդիկ ուզում են կարդալ, մինչև վերջ։ Ինչ որտեղ սա այն գաղափարն է, որ նաև բացի երգելուց դու ուզում ես, որ մարդիկ եւս մեկ անգամ վերհիշեն մեր գրականությունը ու նաև տեսանելի կերպով կարդան, սա շատ գովելի փորձ է իրականում, որը ցույց է տալիս, որ ուզում են։ Այո, իսկ Իսահակյանի հետ կապված երգ չունեի Իսահակյանի խոսքերով, ավելի շուտ ուներ, բայց իմը չէր։ Գիշերն եկավ, զոհովն ընկավ, դա է երգ է ու այս տարի հենց որոշեցի, որ Իսահակյանից պետք է երգեր ստեղծվեն։ Առաջի երգը ստեղծվեց, ասում են, թե դու այնպես մոռացել ես ինձ այնպես, որ երբ անունս են տալիս, դա էր, երկրորդը սա էր, իսկ երրորդը մի 10 օր առաջ եմ գրել, որը դեռ պատրաստ չէ, բայց այսօր կփորձեմ ձեր մոտ։ Ուզում եք ասել, կլինի մենք հիմա կենթանի վայել ենք այդ կատարում։ Առաջի բանաստեղծությունն է, հատկանշական է, որ հենց այդ բանաստեղծությամբ ինքը առաջի անգամ մտել է այդ ասպարեզ։ Ու բանաստեղծին չեմ հիշում, մայրիկս ասեց, որ մինչև այդ Իսահակյանը գրել ներկայացրել է, ասել են դե ոչինչ, այս բանաստեղծությունից հետո նոր իրեն ասել են, այ հիմա կարող ես շարունակել։ Նու ծաղիկ է իր նորաբողբոջ, երևի չգիտեմ ում է նկատի ունեցել, երևի իր սիրուն Իսահակյանը, չգիտեմ որ երրորդ։ Շուշանիկը, հա, երևի Շուշանիկին է նկատի ունեցել։ Ոչինչ, մենք յուրաքանչյուրս մեր սիրուն կհիշենք, հա, վրեժը։ Սիրով։ Հա։ Վայելենք այսպես։ Փորձենք, հա։ Կրկներքի վրա դեռ աշխատում եմ, դրա համար շատ խիստ չդատենք։ Ծաղիկ է նորաբողբոջ Սարի լանջի երկնի տակ Ինձ կդյութեր արվի խոխոչ Ինձ կողջուներ արեգակ Գիշերները աստխուլուսին Բարգիչնեին երկնքեն Ու հեքյատներ ինձ կասեին Կախարդական ոսկեղեն Գառների հետ լուսացակին Եկար սարը ջանաղջիկ Ինձ քաղեցիր դրիր անգին Կրծքիդ վրա գեղեցիկ Այնտեղ շքեղ ես ապրեցա Երազներով երջանիկ Սերը դավեց ինձ սևաչյա Ես չորացա ախաղջիկ Գառների հետ լուսացակին Եկար սարը ջանաղջիկ Ինձ քաղեցիր դրիր անգին Կրծքիդ վրա գեղեցիկ Մոտավոր դեռ սենց Բրավո Ինչպես միշտ ձեռագիր, որ ամփոփող է ու միանգամից հասկանում ես, որ վահագրաշ ես լսում այս պարագայում Իսահակյան մենք կսպասենք այս երգի լույս տեսնելուն արդեն Տեսնենք գործիքավորումը ինչ ձև դեռ չեմ պատկերացնում, բայց մի քիչ թեթև արևելյան մոտիվներ եմ իր մեջ պատկերացնում Աբուլալա Իսահակյանը սիրել է այդ ամեն ինչը, սենց ինչ որ հա
Եթե անապատ պետք լինի տեսարվակում, ասավակ ջան, կարող ենք խաղալ անապատ։ Այո, ես եւ անապատ տեսարվակի անապատները։ Չալմայովանով։ Վահագ ջան, խոսենք նորություններից, որտեղ վերջերս նաև շատ ակտիվ ես համերգային ծրագրերով, նախատեսում են արդյոք հյուրախաղեր այլ քաղաքներում կամ նույնիսկ Հայաստանից դուրս։ Ֆրանսիայում կունենանք համերգ փետրվարի 14-ին, մյուս տարի Փարիզում։ Հա, դեռ կոված կտեղադրենք, հələ լրիվ պլանավորած չէ։ Հայաստանում դեկտեմբերի 13-ին ունենք Հինանի մյուզիկ հոլում, հետո հունվարին արդեն փորձում եմ ամիսը մեկ անգամ անել, շատ են առաջարկները համերգային, բայց համ չեմ հասցնում, համ էլ չեմ ուզում։ Ուզում ես կուտակում ավելի շատ լինի, որպեսզի ու ամեն համերգին գոնե 1-2 երգ ներկայացնում ենք նոր գործ։ Հա, հիմա դե արդեն խմբով ենք հանդես գալի Վահագ Ռաշիև ընկերներ բենդով, այսպես ու բավական ռոքային են անցնում համերգները։ Առանձին ֆորմատը կա քույրիկիս հետ գիտարային, դա կամերային, դա անելու ենք երևի հունվարի 16 կամ 17 երևի տակրիում կլինի։ Հետո տեսահոլովակներից մի խառնեք մեզ ձեր վայրի արջի ցեղերինը վերջապես պատրաստ եղավ արդեն։ Որտեւ երկար խոսել ենք այս հոլովակի մասին, դուետ է, չէ՞, եթե չենք Արմեն Դոլինյանի հետ, հա։ Ու իրեն մոտապակայում պրեմիերա կա։ Հա, ինձ թվում է մի 15-20 օրվա մեջ արդեն օրը կորոշենք, պրեմիերան կանենք մինչև նոր տարի։ Դե մարզերում էլ կան մարզերում այս պահին, չէ, պլանավորած բան չունենք, ոնց որ վերջացրել եմ մարզերում մյուս տարի։ Վանաձորում ունեցանք Հրազդանում, Արթիկում։ Ես այդ ուզում ասեի, գիտեմ, որ Արթիկում համերգ տեղի ունեցավ ու գիտեմ դա ձեզ համար ինչ կարևոր էր, որովհետև դուք ինքը ծննդով Արթիկից եք, սա առաջին անգամ էր, որ հենց Արթիկի հանդիսատեսի համար եկելուքն եմ։ Ինչ զգացողություններ ունեցաք ու ոնց անցավ համերգը։ Շատ պատասխանատու էր, քանի որ Արթիկում երբևէ մենահամերգով հանդես չէի եկել ու բացօթյա հենց հրապարակի մեջտեղում այսպես լավ տեխնիկայով ռոքային համերգեր, կարելի ասել Արթիկներ նման բան չէր տեսել ու շատ ինձ համար մեծ էներգիայի աղբյուր էր դա ու իմ սպասումից շատ Երևանից, մարզերից, Գյումրիից շատ եկել էին մարդիկ, Երևանից քիչ եկել հասել էին մեր համերգի համար Արթիկ քաղաք։ Առաջիկա պլաններում ուզում եմ մյուս տարի էլ նույն կերպ ուրիշ քաղաքներում անել, հենց այդպես բացօթյա դրա հաճույքը լրիվ ուրիշ է։ Բացօթյա համերգներ էլի ես ունեցել հանդարտ այգում, եթե չեմ սխալվում, եւ իսկապես տպավորություններն այլ են։ Վահագ, հետաքրքիր է, շատ արտիստներ երգ են թողարկում տարվա մեջ 1-2 անգամ։ Քո պարագայում եւ նշում ես, որ յուրաքանչյուր համերգին 1-2 երգ եւ հոլովակների մասով բավականին ակտիվ ես։ Սա ինչ է, շատ երգեր կային, որոնք դարակում էին եւ բացել ես, թե նորեն ծնվում։ Մոտավորապես 1000-ից ավել սևագիր երգեր կան, որոնք չեն հրապարակվել ու չեն ավարտվել։ Ու այս տարի երևի չչափազանցնեմ, բայց մոտ մի 20 օր ես ծախսել եմ ինքնաթիռների մեջ հենց նստում եմ, սկսում եմ այդ երգերը թերթել, լսել, ջնջել կամ թողնել ու անուն գոնե դնել, քանի որ track 1, track 2, rec 4, запись 5, սենց ինչ-որ բաներ են, թվեր են ու չգիտես ինչ բաներ են, մոտ 15 տարվա կուտակված ինֆորմացիա էր, որը կարող էին երկ դառնալ ու հիմա կարծում ենք իրենց կյանքի կոչել, հա, որովհետև համել որ խումբը կա, դա մեծ ստիմուլ է, ոնց էր առաջ երգը պետք է լիներ գործիքավորենք, նոր հասկանանք ինքը ինչպես է հնչում։ Հիմա գնում ենք խմբի հետ փորձում ենք, հասկանում ենք, համերգին 1-2 համերգ նվագում ենք, եթե զգում ենք, որ հանդիսատեսը մի քիչ սառն էր այդ երգի նկատմամբ, իրենք կողքի ենք դնում, չենք անցնում գործիքավորման, բայց այս տարբերակով հենց շատ երգեր կային, որոնք ինձ թվում էին, որ իրենք լավ չեն ընդունվի, հակառակ էֆեկտը տեղի ունեցավ։ Երգեր կար, որ ինձ թվում էր, որ հիմա հիթ է դառնալու, չունեցավ այդ արձագանքը։ Խոսքով Վերջերս թողարկեցիր քո կյանք երգը, ես իմ անունից կարող եմ ասել, որ շատ կյանք տվող երգ է, մի փոքր կուզենամ պատմես երգի պատմության մասին։ Երգի ոչ երաժշտության հեղինակը խոսքերի ես չեմ այս տարբերակում, Սիրանիշ Գևորգյանի հետ արդեն սա երրորդ համագործակցությունն է,
ու Սիրանուշը ուղարկեց երգը շատ տարբեր է տարբերակից, սինթեզատորով Սիրանուշը երգել նվագել էր ու վալսային ինքը բան կար, սենց երգի մեջ չի հասկանում ոնց կարելի է իրեն իմ ոճի մեջ տեղավորել, բայց Սիրանուշը անընդհատ ասում էր քոնն է, այս երգը քոնն է, մի Կարենի հետ այդ այտենց երկար աշխատելուց հետո մի անգամ գործիքավորեցինք տուրներս չեկավ, երկրորդը փորձեցինք չեկավ, խմբով նվագեցինք չեկավ ու չեմ հիշում որ երգն էի լսում Արտասամանյան, ասենց սկսեցի կյանքը այդ երգել ու զգացի ինչքան է ինքը տեղավորվում այդ ռիթմի ու ակուստիկայի մեջ։ Միանգամից ձևափոխեցի։ Հա, Կարենին ուղարկեցի ու ստացանք այս տարբերակը, որ հենց այդ ամեն ինչը փոխանցեց։ Ու արդեն ունենք այն ինչ ունենք կդիտենք հիմա։ Վրեժ, առաջարկում ենք իհարկե, տեսահոլովակ ես պահին դիտենք, վերադառնանք, շարունակենք մեր զրույցը։ Կյանք, Վահագ Քրաշ, նեցինք։ Երբ անուրջները քո հասնում են վեր, երբ գոց սրտերը ճանաչում են սեր, քայլերով մոտենում ես դու քո աշխարհին և ուզում ես բոլորին նվիրել բարին, կյանք դու եկել ես որ ապրենք, դու ներկա ես որ ներենք և նյութից հոգին մաքրենք, կյանք դու եկել ես որ ապրենք, դու ներկա ես որ սիրենք ու ինքներս մեզ գտնենք, երբ կշնչես դու հոտը երկնքի, երբ դու կզգաս տաք լույսը մոտ սրտիդ, կբացես թևերդ ճախրանքով թռչնի, կավետես լուսաբացը դու նոր կյանքի, կյանք դու եկել ես որ ապրենք, դու ներկա ես որ ներենք և նյութից հոգին մաքրենք, կյանք դու եկել ես որ ապրենք, դու ներկա ես որ սիրենք ու ինքներս մեզ տեսնենք, դու լսում ես ձայնը քո սրտի, երբ դու տեսնում ես լույսը քո ներսի, ժպիտով անցնում ես կյանք ուղին քո այս, պարզապես դու ինքդ կյանքն ես որ կաս, կյանք դու եկել ես որ ապրենք, դու ներկա ես որ ներենք և նյութից հոգին մաքրենք, որ ապրենք, դու ներկա ես որ սիրենք ու ինքներս մեզ գրկենք, կյանք դու եկել ես որ ապրենք, դու ներկա ես որ ներենք և նյութից հոգին մաքրենք, կյանք դու եկել ես որ ապրենք, դու ներկա ես որ սիրենք ու ինքներս մեզ տվող երգ իսկապես այնքան հույզեր է արթնացնում ինձ մոտ այս երգը եւ ինչու ոչ ասելիք, որ պետք է գնահատել յուրաքանչյուր վարքյան ու ամեն ինչի մեջ տեսնել այդ կյանքը։ Այո, եւ իմաստ տալ ամեն ինչի։ Որտեւ մեզ տրվել է այդ կյանքը, որպեսզի ապրենք ու սիրենք։ Եվ սիրենք։ Մեր հյուրն է սիրելի հեռուստադիտող, երգիչ, երաժիշտ Վահագ Քրաշը։ Վահագ, գիտեք ինչ իմաստ եմ ուզում խոսենք, ձեզ մոտ ավելացել է խումբ։
Մինչ այս մենք քեզ միշտ պատկերացնում ենք գիտարով, շատ հետաքրքիր, այսպես մոնո բանով։ Ինչ է խումբը ավելացրել եւ միշտ խմբի կազմովես լինելու, թե էլի նորից ինչ որ sense տարանջատումներ կլինեն, լինում է որ ուզում ես մենիկ պահ ունենաս էլի քո գիտարով։ Չէ, միշտ խմբով հանդես չեմ գա, քանի որ ունեմ իմ ֆորմատը գիտարային, sense ավելի կամերային, այսպես ասած, բայց խմբի այն էներգիան, որը խմբի միջոցով է դատարկում, լրիվ այլ է, իսկ այդ կամերային տարբերակով լրիվ այլ, այսինքն երբ որ մի քիչ ուզում ես ակտիվ երգերը շատ լինեն, այդ երգերը կատարել, օրինակ մի խառնեքը ուղղակի մինուսով վերցնել երգել, իրեն չես կարող։ Կամ մենակ գիտարի նվագել։ Հա, դե գիտարով էլ չես կարող, հա, կարող ես երգել մի խառնեք մեզ ձեր վայրի արջի ցեղերի։ Հա, կարող ես, բայց լրիվ այլ կստացվի։ Բայց դա պահանջում է կարծես երգը իր գործիքավորումը։ Ինքը արդեն գործիքներ են պահանջում, գիտարն է պահանջում ու այդ նույնիսկ բարձր հնչողություն է պահանջում երգը։ Դրա համար երկու ֆորմատով էլ հաստատ հանդես կգամ։ Ու հա իդեպ Անահիտին էլ վերջերս ուղարկել էի Սիրանուշ Անտոնյանի այդ հենց ընկեր ստեղծագործությունը, դա էլ ենք ուզում բանանենք, չէ, խմբով չէ, գործիքավորենք ու հա խմբով կկատարենք իհարկե ու ինչն է, էլի կյանք ներշնչող երգ է, հիմնականում խնդիր ունեցող երեխաների հետ կապված, իմ ընկերն ես դու ու քո կողքին եմ ես։ Այդ երգը, չգիտեմ, Անահիտը եթե կուզենա Մեծագույն հաճույքով դա կհամագործակցենք, որովհետև նաև իմ նախագիծը, որ իրականացնում եմ, այնտեղ կան շատ տաղանդավոր բալիկներ, ովքեր ունեն առողջական խնդիր, բայց ունեն տաղանդ, եւ կարծում եմ սա հրաշալի համագործակցություն կլինի, եւ նրանք կերքեն, եւ մյուս երեխաները կերքեն, հա, այսպես կլինի միաձուլում։ Միավորել, չէ, բոլորին շատ հետաքրքիր։ Ինքը երգը դա արդեն իսկ թելադրում է Վահագ ջան։ Ինձ թվում է շատ խոսեցինք ճիշտ ժամանակներ վայելելու եւս մեկ կատարում։ Այո։ Որը երգենք։ Ես կգամ երկենք։ Եկեք։ Երբ Թե սպասես դու ինձ ես կգամ Բրավո։ Ովքեր նույնիսկ հենց այս պահին որոշել էին հեռանալ, ինձ թվում է դուք կգաք կրկին, այնպես որ մի հեռացեք, ձեզ միշտ սպասող կա սիրելիներս։ Այո, երբեմն երգերը բուժում են սրտեր եւ Նաեւ կարոտ են առաջացնում։ Վահագի երգերը իսկապես ունեն այդ ուժը։ Մտքիս մեջ կարոտեցի ինչ որ մարդկանց տեսնելու, գամ կտեսնեմ ձեզ անպայման։ Ասում եմ կախարդական ուժ ունի։ կարող եք զանգել։ Զանգելը շատ թույլ է, պետք է ֆիզիկապես գնալ եւ տեսնել այդ ուրիշը։ Բակ, մեր երգիչները հիմա բացի համերգային ծրագրերից նաեւ շատ դեպքերում միջոցառումներին են մասնակցում տարբեր։ Հնարավոր է արդյոք քո ոճով, որ դու նույնպես լինես միջոցառումների մասնիկ, օրինակ հիմա շատ հետաքրքիր ճաշակով մարդիկ թե հարսանիքներ են անում Քեզ տեսնում ես այդ ֆորմատում։ Մասնակցել եմ, չեմ ասում շատ, բայց հիմնականում այն մարդկանց արարողություններին ում համար իմ երգը իրենց սիրային պատմության մեջ ինչ-որ մասնիկ է կազմում։ Կապ ունեցել, հա։ Տորտը կտրելու, առաջին պարի, հա, շատ է լինում։ Բնականաբար պարային բաներ չունեմ, երկացանկի մեջ չեմ էլ պլանավորում ունենալ։ Պետք է չի, ով ունի։ Բայց գիտես ինչ այս հարցը տվեցի, որովհետև շատ հաճախ արտիստին շատ սիրում են, երգերը լսում են, բայց չեն պատկերացնում։ Պետք է պարզապես հուշել հեռուստադիտողին, որ հնարավոր է նաև շատ ճաշակով ու հետաքրքիր տարբերակ լինի նույն զույգերի մուտքի առաջին տանգոյի, տորտի կամ ռոմանտիկ հատվածի, փաստորեն հնարավոր է դա գրաշը կարող է զարդարել ձեր առիթը եւ յուրահատուկ որակ ու ճաշակ տալ։ Իհարկե շեշտ դնել sense սիրուն գույն իր կատարումով։ Անցնենք առաջ իհարկե եւ էլի կատարում ունենք։ Եվ մենք ունենք գրքին նոր երգ, հա, սիրում եմ քեզ։ Սիրում եմ քեզ Տաթև Ոսկանյանի խոսքերով, ես կգամի նույն խոսքերի հեղինակը։ Խոսքեր Տաթև Ոսկանյան, երաժշտություն Վահագ Հրաշ եւ այս պահին հեռուստադիտող սիրելի վայելենք սիրում եմ քեզը։ Աչքերի մեջ դիեզերք է Սիրում
Սիրում եմ քեզ Քո մեղմ ժպիտը իմ տարերքն է Սիրում եմ քեզ Դու իմ հեքիաթն ես Մի առեղծված ես որ ծնվել ես ջերմ արևի հետ Իմ երազից Իսկ իմ օրերը սև ու մութ են Երբ դու չկաս Իսկ իմ օրերը լուր ձանձրույթ են Երբ դու չկաս Դու մի կրակ ես Գին ու գավաթ ես Որ արպեցիր ինձ քո աչքերով Սև աչքերով Սև թե կադայերքն է Սերն իման է զերք է Քո աչքերն են որ շողում են վար Քո հայացքն է որ դառնում է վար Իմ շուրթերին իմ երգերում Իմ շուրթերին իմ երգերում Երկարում են գիշերները Հիշում եմ քեզ Երբ դադարում եմ երազելը Հիշում եմ քեզ Դու իմ ուսան ես Իմ սրտի ձայնն ես Որ հնչում ես Երբ չկա էլ կյանք Իմ շուրթերին իմ երգերում Իմ շուրթերին իմ երգերում Իմ շուրթերին իմ երգերում Իմ շուրթերին իմ երգերում Դե ինչ, կարծում եմ տեսահոլովակը ձեզ ստիպեց ավելի շատ սիրել միմյանց, սիրել այն ինչ դուք ունեք, ապրում եք ձեր առօրյան, ձեր կյանքը, որովհետև առանց սիրո ոչինչ չի լինում, չէ՞ Անահիտ։ Անշուշտ Վահագ, եւ դու շատ ես անդրադառնում հենց սիրուն, հետաքրքիր է ինչն է հանդիսանում առհասարակ մուսակ քեզ համար եւ ինչն է ստիպում ստեղծագործել, դա լինում է այսպես ակամայից, թե կարող ես նստել եւ որոշել, որ այսօր երգ ես գրելու։ Չէ, ավելի շատ այդ նոստալգիկ վիճակները ինձ մոտ այդ միշտ եղել է, երևի 3 տարեկանից ես սիրահարվել եմ։ Ինչ հիշում եմ ու զարմանալի էր, երբ ասենք ընկերներիս հարցնում էի ում եք սիրահարված, ասում էին պարտադիր է ինչ որ մեկին սիրահարվել, ինձ համար դա տարօրինակ էր, որ չեն սիրահարվում կամ ինչ որ ժամանակում սիրահարվում են ու մոռացան, էլ չկա նոր սեր։ Ինձ համար փոխվում է ինձ տարբեր ու սերը սիրով է փոխվում։ Հա, ամեն այդ սիրո մեջ ինքը թեկուզ այդ նոստալգիկ վիճակը վերում է ստեղծագործելու, դա սիրային երգերը։ Նաև
ֆիլմից հետո կարելի է այդ սիրահարվել, երգից հետո երգ գրել, այսինքն հենց այդ սիրային զգացումը ունենալ, ինչ որ դու ունեցել ես այդ 20 տարեկանում, 16 տարեկանում ու գրել երգը։ Ես միշտ ասում եմ, արտիստը, Անահիտն էլ, Հրեժն էլ կփաստեն, պետք է պատմի այդ պատմությունը։ Ավելի շատ ինձ ասում են, դու այդ երևույթը ապրել ես, որ երգում ես, բայց պարտադիր չէ դերասանը կարելի ասել սուպերհերոս լինի, որ սուպերհերոսի դերը խաղա։ Այսինքն նույնը երգի մեջ է, դու պատմում ես այդ պատմությունը։ Ու պետք է այնպես պատմես, որ հանդիսատեսը հասկանա դու ինչի մասին խոսեցիր։ Ոչ տվայտվելով, այսինքն եթե տառապած սիրո մասին ես պատմում, դու պատմիր ոնց է այդ զույգը տառապել, դու պատմիր ոնց է այդ զույգը վայելել իր սերը, բայց մի շատ դեպքերում այո վերագրում են, թվում է թե արտիստն է այդ ամեն ինչը ապրել, բայց արտիստը արհեստական է դիտվում կողքից ու այդ պատմելու process-ը ես վերջին շրջանում շատ եմ կենտրոնանում դրա վրա, որ ճիշտ պատմես ու այնպես պատմես, կան չէ մարդիկ, ովքեր չեն կարողանում նույնիսկ մի փոքրիկ անեկդոտ պատմել, ու ասենց գիտի ինքը այդ անեկդոտը խոսում է, վերջում չես հասկանում ինչի մասին է։ Այդ պատմելու հատկությունը ամեն մեկին տրված չէ։ Երգելու մեջ էլ հենց պետք է կարողանաս ճիշտ պատմել։ Դրա համար շատ լավ ձայնով կան երգիչներ, ովքեր չեն կարողանում հուզել հանդիսատեսին։ Ուղղակի երգում են, ասում են, հա լավն էր ձայնը, երգը լավն էր, բայց երգիչը դուրս է գալիս, նույնիսկ ֆալշերով, նույնիսկ բան, ինքը ասենց ինչ որ յուրօրինակ բան կա այդ իր երգի մեջ, խոսքի մեջ, որ չես կարող արտահայտել այդ բառերով։ Վահագ, ես գիտեմ, որ բացի երգերի միջոցով պատմություններ պատմելը, դու նաև ունես գրված գիրք։ Հետաքրքիր է, սա ունենալու է իր շարունակությունը, թե դա մի պահ էր, որ ուզում էր արտահայտվել այդ միջոցով։ Իրականում ինքը համավարակի տարիներին ստեղծվեց այդ միտքը, գիրք չունենալ։ Պատմությունը սկսվեց գիշերը պարկած սկսեցի գրել, ինչ որ sense ապրումներ, որը տեղադրեցի Facebook-ում ու քանի որ բավական մեծ հետևորդների բանակ ունեմ Facebook-ում, համարյա 90,000 մարդիկ պահանջեցին շարունակություն պատմության, որոշել էի այդպես կիսատել, թողել ու շարունակեցի պատմությունը, հիմնականում իրական դեպքեր են հավաքական կերպարների մեջ, այսինքն իմ կերպարի մեջ մոտ 6-7 հոգի կարող է լինել, օրինակ կա այնտեղ Նարեի կերպարը, Հասմիկի կերպարը, Արտակի կերպարը, ամեն մեկի մեջ հավաքված մարդիկ են, ովքեր իրենք իմ ընկերների վատ արարքների կերպարներն են, լավ կամ վատ գծերը մեկի մեջ են ու դրանից հետո որ ամբողջացավ ստեղծագործությունը ընկերներիցս առաջարկեցին գիրք տպել իրեն, ինքը ճիշտ է շատ չէր, ընդամենը 80 քանի էջ է գիրքը, բայց շատ մեծ արձագանքներ ստացավ, նույնիսկ 3-4 ամիս լավագույն վաճառված գրքերի ցանկում էր վերջացավ խմբականակը էլ չտպեցի։ Ինչու՞։ Թող սպասեն։ Թող սպասեն պահանջեն նորից։ Հնարավոր է նորից, քանի որ շարունակությունը կա, Անահիտը հարցրեց, որ հա, հենց դա է ուզում ասեի, որ շարունակական, այսինքն նոր ստեղծագործություն գրել, ունեմ գրածել ստեղծագործություններ, որոնք կիսատ են մնացել, այ ժամանակի խնդիր է։ Միգուցե որ ավարտեմ, իրենք գիրք դառնան, բայց դեռ այդ ժամանակը չեմ կարողանում հատկացնել, քանի որ այն ժամանակ պարապ էինք։ Երաժշտության վրա նաև կենտրոնացած։ Հա, երաժշտությունն էլ ինքը իր հերթին բավական երկար ժամանակ է խլում, այդ գործիքավորման process-ը, ձայնագրման process-ը, գրելու process-ը, նամանավանդ տեսահոլովակ նկարելու։ Վահագ, դու նաև այն արտիստներից ես, ովքեր չեն վախենում արտահայտել կարծիք եւ շատ ակտիվ ես նաև Facebook-յան, Instagram-ում, շատ տարատեսակ թեմաների շուրջ միշտ գրում ես կարծիքներ, բավականին մեծ արձագանք մեկնաբանություններ ես ստանում, թե դրական, թե բացասական։ Ինչ է քեզ համար առհասարակ կարծիքը, անվախ լինելը եւ ինչպես ես արձագանքում թե բացասականին եւ թե դրականին։ Բացասականին սկզբնական շրջանում շատ ծանր, այսինքն մեկ վատ մեկնաբանությունը կարող էր 1000 լավ մեկնաբանությունները փչացնել։ Բայց ես սովորեցի դրա միջոցով, որ երկերի տակ էլ հնարավոր է լինեն, վատ չկար իմ երկերի տակ մեկնաբանություններ, մեկ-մեկ հիմա մի քիչ որ շատացել է աուդիտորիան, լինում են անիմաստ վատ մեկնաբանություններ, բայց շատ թեթև եմ նայում դրան, քանի որ
ամեն ոք իրավունք ունի իր կարծիքը արտահայտելու ու նույնիսկ քո կարծիքի մասին կարծիք արտահայտելու դրա համար շատ տարբեր հարցերի եմ անդրադառնում սկսած քաղաքականությունից երկրի քաղաքի վիճակից, փոսերից, ծառերից, ընդհանրապես ինչի մասին մենք խոսում ենք, ես փորձում եմ դա որպես գրառման տեսքով ներկայացնել։ Շատերը դա քաղաքականացնում են, այսինքն եթե դու վատ բան ես ասում, ուրեմն իշխանական չես, եթե լավն ես ասում, իշխանական է։ Իրականում բայց ուղղակի մտահոգ ես, մարդ է կարծիք ունես։ Բայց հասկացող մարդը հասկանում է, որ ուղղակի գոյություն ունի մտահոգ քաղաքացի մարդ, որը մտածում է իր պետության, իր ազգի, իր քաղաքի, իր երկրի մասին առհասարակ։ Դրա համար ժողովրդի, հա, բոլորս էլ մտածում ենք իրականում ու պարտադիր չէ որ եթե ինչ-որ լավ բան ես տեսնում դա նշում ես, դու դարձար հենց իշխանության պաշտպան կամ հակառակը, եթե այսինքն ինչ-որ մի բան տեսնում ես, ցույց ես տալիս, որ խնդիր կա եւ ի վերջո եկեք այսպես ապրենք, էլի, այսպես չի։ Շատ բարի հասկանում է։ Կարծում եմ մեր եթերը լավ կլինի ավարտենք կրկին երգով, բայց կենթանի կատարմամբ ու վստահ եմ, որ հեռուստադիտողը հիմա ասում է, բա լուսամփոփի պես աղջիկը չեն երգելու։ Հա։ Ինչպես բոլոր համերգներին, հիմա այդ լուսամփոփի պես աղջիկը սարքել ենք խմբով, իրեն սենց են բարի գիշեր հարազատներ ամբողջ խումբը ներկայացնում ենք միասին երգում ենք հանդիսատեսի հետ ու շատ դրական տրամադրությամբ հանդիսատեսը դրանից հետո նաև կրկնել է պետք նաև ասում են կրկնեք մոտավորապես 15 րոպե այդ երգը տևում է նամանավանդ հինանիում Սուրենը ասում է դե մենք էլ տուն ունենք գործ ունենք լուսամփոփ ունենք ի վերջո աղջիկ ունենք որ չծնդի չմարի իմ հոգու հեռու Ֆանտաստիկ Վահագրաշ, հրաշալի երգիչ, արտիստ, մտահոգ քաղաքացի եւ ուղղակի լավ մարդ, լավ հայր։ Շնորհակալ ենք Անչափ, որ առավոտյան կրկին ժամանակ գտար։ Հետաքրքիր եթերի համար ու մեծ էներգիա տալու համար։ Շնորհակալ ենք քեզ մաղթում ենք ստեղծագործական անվերջություն եւ անվերջ սերեր։ Եվ այդ դարակի մեջ թաքնված հազարավոր երգերը թող որ գան հասնեն հանդիսատեսին, որովհետեւ իսկապես դու յուրահատուկ ծառագիր ունեցող մարդ ես, որը անհրաժեշտ է մեր երգարվեստին, միշտ շարունակի ստեղծագործել, որովհետեւ ունես քո հավատարիմ ունկնդիրը վստահեցնում։ Շնորհակալ եմ։ Քո ընկեր գիտարի հետ մենք միշտ պատրաստ ենք հյուրընկալել քեզ մեր տաղավարում։ Այսօրվա եթերն այսպիսին էր երաժշտական, լեցուն թե պոեզիայով, թե ռոմանտիզմով եւ թե ասելիքով։ Վահագրաշն էր մեր հյուրը։ Լավ մնացեք, կհանդիպենք հաջորդ աշխատանքային առավոտ եւ դες կասենք օրդ բարի 21 TV եթերում մենք ենք։ Մնաս բարով։